Չարենցավանի եկեղեցում հոնքի հանգստի ժամանակ քաղաքացուն սպանողը անմեղսունակ է ճանաչվել և քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործ ուղարկվել է դատարան։ Մեղադրյալի աթոռին է հայտնվել Արթուր Շահնազարյանը, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում կատարել է հետևյալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքները։ 2024 թվականի մայիսի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում Արթուր Շահնազարյանը իրենց Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21-րդ շենքի 7-րդ բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր քրոջ ամուսնու Արսեն Խաչատրյանի հետ, եւ որի ընթացքում փոխադարձաբար ձեռքերով եւ ոտքերով հարվածներ էին հասցրել միմյանց, եւ այդ ընթացքում Արթուր Շահնազարյանը մամնական վնաս պատճառելու դիտավորությամբ չպարզված դանակով հարվածներ էր հասցրել փեսային Արսեն Խաչատրյանին, պատճառելով գլխի ձախից սոցիալական շրջանի աջ ականջախեցու ձախ ուսահոդի շրջանի առաջին մակերեսային մեկական ծակած կտրած վերքեր։ Բացի այդ, Արթուր Շահնազարյանը 2025 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 13:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Պերվիշյան փողոցի հարակից հատվածում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցելով ազգականի հուղարկավորության արարողությանը չպարզված դրդապատճառով հուղարկավորության մասնակից Անդրանիկ Ղազարյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, անտեսելով եկեղեցում գտնվելու եւ բազմության ներկայության հանգամանքը, իր մոտ եղած ծալովի դանակով թիկունքի կողմից մոտեցել է Անդրանիկ Ղազարյանի եւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կրծքավանդակի հետին մակերեսին, պարանոցին եւ գլխին, ապա դիմելով փախուստի։ Իսկ Անդրանիկ Ղազարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մամնական վնասվածքներից մահացել է։ Արդյունքում վերոնշյալ արարքներ կատարած Արթուր Շահնազարյանը ճանաչվել է անմեղսունակ։ Վերջինս այժմ գտնվում է հարկադիր բուժման մեջ, իսկ գործն ուղարկվել է դատարան։ Նկատենք, որ աղմկարույց քրեական վարույթներով մեղադրյալները ըստ էության ճանաչվում են անմեղսունակ եւ հետագայում կխուսափեն պատիժը կրելուց։